Ուրեմն հարգելիներս, մենք այսօր նորից ունենք դժբախտ այսպես դեպք, էլի փամբակի հետ կապված, մեքենա է շուռ եկել, ես իհարկե արդեն վերցանել եմ քարտեզը, հիշեցնեմ, որ ես նատալ քարտեզով նման դեպքերը չեմ նայում, լրիվ ուրիշ ձև եմ աշխատում, բայց ուզում եմ ասեմ, որ նայել եմ արդեն թե պատճառը, ինչա տեղի ունեցել և կգտնեն արդյոք երկրորդ տղամարդուն, թե ոչ։ Տեսնենք ինչ են ասում ենք մեզ տառոները, հետո կխոսեմ նաև աստղերի լեզվով, մոլորակների լեզվով։ Ինչա տեղի ունեցել այսօր կամ ինչն է պատճառ հանդիսացել, որ մեքենան հայտնվել է գետում։ Իրական պատճառը որն է եղել, որ մեքենան հայտնվել է գետում։ Ինչն է իրական պատճառը եղել, որ մեքենան հայտնվել է գետում։ Նախ ուզում եմ ասեմ, որ այստեղ տեսանելիության խնդիր է եղել, չգիտեմ, կամ պատուհանից ապակուց ինչ-որ ճառագայթ կարա լինի ընկած, որ տեսանելիությունը կորցրել է։ Մեքենան եղել է նաև անսարք վիճակում, այստեղ ինչ-որ բան արգելակել է։ Ու տեսնենք սմերց։ Եվ դա հանդիսացել է մահվան պատճառ։ Նաև խոչընդոտ է եղել ճանապարհի վրա։ Հնարավոր է նախ տեսանելիության հետ է խնդիր եղել, հետո բախվել է ինչ-որ բանի ու շուռ է եկել և կարտը սմերձը ասում է, որ նայքի երկուսն էլ մեկին հանել են, մյուսին էլ կհանեն, եկեք նախ կարտերին հարցնենք, հետո անցնեմ աստղային մեկնաբանությանը, կհանեն երկրորդ տղամարդուն ջրից, կհանեն արդյոք երկրորդ տղամարդուն ջրից, այո, կհանեն երկրորդ տղամարդուն ջրից, միանշանակ կհանեն ջրից։ Դժվար կլինի, բայց կհանեն, ուրեմն ես ուզում եմ ասեմ, որ քանի որ ես ուսումնասիրեցի քարտեզը, այստեղ հստակ ցույց է տալիս, որ անձը ջրի մեջ կլանված է և լուսինը գտնվում է աղեղնավոր նշանում։ Բայց քարտեզի այսպես գլխավոր տանը ունենք մոլորակների կուտակում արև, որը մատնանշում է տղամարդուն, Մերկուրի և Յուպիտեր, գտնվում է խեցգետնի, այսինքն խորը ջրի նշանում։ Սա հաստատում է, որ անձը գտնվում է ջրային, ուրեմն տարերքի լիակատար ազդեցության տակ։ 8-րդ տունը, սա խոսում է վտանգի և մահվան մասին։ Կորած անձի համար սա համարվում է մահվան և աղետի տուն։ Ուրեմն սա անցնում է ջրհոսով և ձկներով և ցույց է տալիս նորից ջրային նշան։ Ցավոք, այս նշանները հուշում են, որ մարդը այլևս ողջ չէ, քանի որ ցուցիչները կապված են ծանր ու անդառնալի տների հետ։ Այստեղ որոնումներ արդյոք կտան արդյունք, թե ոչ, այո, կգտնեն ըստ իմ ուսումնասիրած քարտեզի և ցույց է տալիս, որ անձը շարժվում է շատ արագ, սա նշանակում է, որ մարմինը հաստատուն տեղում կանգնած չէ, հոսանքը այն տեղաշարժում է, բայց այն տեսանելի կդառնա, երբ որ 4-րդ տան մեջ մտնի մոլորակը, հիմա այս պահին տանում է, բայց իրան գտնելուց կգտնեն, այսպես ասեմ, ջրի հատակին թաքնված, այսպես կգտնեն, որովհետև տիրակալը այսպես Մերկուրին է, մոտենում է արևին և ունի ճիշտ միացում,
արևի լույսի տակ։ Նշանակում է, որ հայտնաբերում և անհայտության վերացում։ Հիմա էլ եմ ասում, ջուրը արագ տանում է, բայց գտնելու պահին կլինի բավականին խորը տարածքում։ Եթե մենք նայում ենք ուղղությունը, ապա աղեղնավորի նշանը մեզ ցույց է տալիս հարավ-արևմուտք, իսկ խեց գետին մոլորակը ցույց է տալիս հյուսիսային ուղղությամբ։ Եթե մենք նայում ենք գետի աշխարհագրական հունով, դա կոչվում է հոսանքի ուղղությամբ դեպի ներքև։ Վթարի սկզբնական մասից այս պահին բավականին հեռու։ Արդեն մի մարմինը այդտեղ գտել են։ Եթե մենք նայում ենք նորից քարտեզով իրանց վթարի բուն պատճառը, ապա պետք է ասեմ, որ կայծակնային անկառավարելի վիճակ է եղել, և դա հաստատում է Մարսի և Ուրանի միացումը, այսինքն հանկարծակի ամեն ինչ եղել և ինչ-որ բան փոխել կամ չեն էլ հասցրել, հա։ Մարսի և Ուրանի ճշգրիտ աստիճանը միանում է երկվորյակներում։ Սա աստղաբանության մեջ նշանակում է հանկարծակի վայրկենական տեխնիկական խափանում, օրինակ արգելակի կամ ղեկի կտրուկ անսարքություն, ինչպես որ տառուները ցույց տվեցին, հա։ Կամ ուզեցել է կտրուկ մանյովրել շատ արագ պայմաններում, ինչը հանգեցրել է մեքենայի վերահսկողության ակնթարթային կորստին։ Եթե խոսենք ճանապարհի մասին, ապա պետք է ասեմ, որ և եղել է անտեսանելիություն, և եղել է վտանգավոր, ուրեմն ծածկույթ, անտեսանելի ծածկույթ, կարա լինի փոս, կարա լինի քար, և դա մեզ հուշում է Սատուրնի և Նեպտունի ծանր դիրքը։ Հնարավոր է նույնիսկ սահած լինի, հա, ինչ-որ տղմոտ տեղ լինի, որտեղ մեքենան անիվը ուրեմն ընկել է գետը։ Եթե մենք նայում ենք ըստ իմ ուսումնասիրած քարտեզի, երբ կգտնեն իրեն, կգտնեն իրան մոտավորապես 1-ից 3 օրվա ընթացքում։ Ինչի եմ ասում 1-ից 3 օրվա ընթացքում, որովհետև 1-ից 3 օրվա ընթացքում կա հնարավորություն իրան գտնելու, որտեղ ջրի այսպես նվազում կարա լինի, տեսանելիությունը կարա ավելի պարզ լինի, և դա ամենալավ ժամանակն է 1-ից 3 օրվա ընթացքում մարմինը գտնելու համար։ Այդ կարա լինի վաղը, մյուս օրը և այսինքն դեպքի 3 օրվա ընթացքում։ Մինչև, այսպես ասեմ, 30, մաքսիմում 31-ը։ Ինչն է պատճառը, որ մինչև հիմա դեռ չեն գտել։ Նախ ուզում եմ ասել, որ խեցգետին այստեղ չափազանց մեծ ազդեցություն ունի, որը ցույց է տալիս Սատուրնի հետ քար, ծանրություն, ընդդիմություն, ցույց է տալիս, որ գետի հունի բարձր մակարդակը, պղտորվածությունը և ջրի տակ գտնվող մեծ քարե բեկորները, արմատները այդ մարդուն թույլ չեն տալիս, հա, որ երևա։ Ճիշտ է, ինքը արագ տեմպի մեջ է գտնվում, բայց շատ ցածրից է գնում, այսինքն վերև բարձրացած չի, որը անտեսանելի է հեռվից։ Եթե մենք նայում ենք իրան որտեղ են փնտրում, ապա պիտի ասեմ, որ պետք է կենտրոնանալ գետի հոսանքով դեպի ներքև ընկած գոտիների վրա, վթարի վայրից ավելի հեռու, հատկապես այնտեղ, որտեղ գետի հունը նեղանում է կամ կան այսպես բնական քարե արգելքներ։ Քարտեզը հստակ ցույց է տալիս և նաև տառուները ցույց տվեցին, մահվան կարգը դուրս եկավ, որ այո, նաև ցավոք սրտի երկրորդ անձին նույնպես կգտնեն մահացած։
Այստեղ նորից կրիմինալ, հարբեցողություն, նարկոտիկ, նման բաները ուղղակի ամոթ այդ մասին խոսալը, եղել է տեսանելիության խնդիր, ու գուցե մարդու աչքերի հետ է խնդիրը կամ ապակուց արևա այսպես ներս թափանցել չի կարողացել լինի եւ մեքենայի կտրուկ, այսինքն մեքենան լիարժեք կարգին վիճակում չի գտնվել, ունեցել է թերություն, բախվել է խոչընդոտի եւ այդ խոչընդոտի պատճառով կորցնելով վերահսկողությունը շրջվել է գետը։ Ես հավակցում եմ իհարկե հարազատներին, ընտանիքին, ինչ ասեմ ժողովուրդ ջան, ես այն միակ բանն է, որ բառ չես գտնում ասելու, մեկը ինչ էլ ուզում ասես, չես կարող ոչ մեկին ոչ մխիթարս ոչել, այսպես